Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ ԵՍՈ AI Cof 2026 կոնֆերանսին հյուրընկալել ենք Service Titan-ի համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանին։ Վահե ջան, շատերն են լսել Service Titan-ի հաջողության մասին, այն վաղուց ստարտափից դարձել է բազմամիլիարդանոց դոլարանոց կապիտալ ունեցող գլոբալ հսկա եւ նաեւ այն հայրի ստեղծած լավագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, բայց վստահ եմ, որ ոչ բոլորն են ծանոթ թե ինչ է առաջարկում Service Titan-ը, ինչն է իր product-ը, խնդրում եմ կարճ ներկայացնեք որն է ձեր product-ը։ Շնորհակալություն։ Ինչքան կարամ հայերենով խոսամ, բայց հիմա ասում եմ, որ շատ գրագ է, չեմ կարող խոսամ, so կարող է ինչ որ անգլերեն մեջ խառնեմ։ Service Titan-ը սկսեց, որ ես համասարանում էի, ես իմ co-founder-ի հետ ծանոթացա Արային այդ ժամանակ ու մենք մեր ծնողները բան էին, contractor-ներ էին, իմ պապան plumber էր, իր պապան air conditioning-ի մեջ էր ու ունեն ստացվեց, որ մենք իրար հանդիպեցինք այն ժամանակը, որ մենք graduate էինք անելու ու երկուսս սկսել էինք մեր պապաների համար ոնց որ բան սարքեինք, այդ ծրագիրը սարքեինք։ Ու եթե ինձ հարցնեիր այդ վաղ ոնց էր լինելու, ես պատկերացնում եմ, որ մի 2-3 ամիս կտևեր, մի բան կսարքեի ու կգնայի, ինժեներ կդառնայի ինչ-որ միտեղ Google-ում կամ դες մի բան։ Ու մի 20 տարի հետո նույն խնդրի վրա եմ հələ կենտրոնացած, so մի քիչ ավելի երկար է տևում ինչ-որ թե սպասում էի։ Բայց այդից սկսեց ու մեր հիմնական ոնց որ innovation-ը այն էր, որ նայում ենք թե ասենք իմ պապան ոնց պետք է իր բիզնեսի ոնց որ այդ software-ի մոմենտը բանաներ, ես չէի կարծում, որ ճիշտ պատասխանը այն էր լինելու, որ ինքը գնար, չգիտեմ, մարքեթինգի համար մի հատ մի ծրագիր վերցներ, sales-ի համար մի հատ ուրիշը վերցներ, accounting-ի համար ուրիշը ու ցած սաղ իրար հետ integrate աներ։ Ու մենք ասենք, որ ավելի ճիշտ ձևը այդ խնդրի համար, որ մի հատ ծրագիր լինի, որ այդ ամբողջը կարողանա անի։ Ու դից սկսեց առաջին երևի 5 տարին շատ դժվար տարիներ էին, երկուսովս սկսեցինք ու այդ 5 տարվա մեջ հələ երկուսովս էինք, ոչ մի ասենք աշխատող բան չէինք ավելացրել։ Ու որ նայիր այդ 5-րդ տարվա ընթացքում մենք մեզի որպես ասենք լրիվ failure էինք համարում, որ շատ մի 10-15 հատ հաճախորդ ունեինք ու եթե ասենք նայիր թե քանի ժամ էի աշխատում ու այդ տարվա ասենք ինչքան գումար ես տուն բերեցի այնքան քիչ էր որ illegal էր ասենք Ամերիկայի համար minimum wage-ից շատ ավելի ցածր էր շատ ու նոր ամուսնացել էի տղաս նոր էր ծնվել ու որ ինձ հարցներ ես իմ մասին ոնց որ շատ ցածր կարծիք ունեի այդ մոմենտին ես ինձ լրիվ ոնց որ անգլերենով loser են ասում լրիվ loser էի զգում որ fail եմ արել բոլորին ու գնացի Արայի տունը ու break up ենք անում ասին որ դե լավ 5 տարի տվել ենք բարձր որսի առաջ չի գնում պետք է գնամ երեխուս ապագային նայեմ ես կոմեկո ու այդ խոսակցության մեջ զանգ եկավ Ամերիկայի ամենամեծ plumbing company-ներից մեկը, որ մեր մասին լավ բան էր լսել բան ու ասացին, եթե ուզում ենք ոնց որ իրանց այդ process-ի մեջ մասնակցենք։ Ու այդ զանգից ոնց որ ուրիշ ոնց որ direction գնաց։ Ու հիմա որ նայում եմ թե ինչն է կարևոր մեր համար, որ կարացանք այսքանի հասնենք, պարզավոր լիքը ճիշտ բան ենք արել, փող ենք raise արել, ճիշտ մարդկանց ենք բերել կոմենկոմ, բայց ամենակարևոր բաներից մեկը, որ բիզնեսը չմահացավ այդ ընթացքում,
այդ քանի տարին դիմացանք ու այդ մոմենտին կարողացանք հասնենք, որ արդեն ոնց որ մեծ opportunity եկավ ու ամենակարևորը որ մենք մանավանդ մեր այդ քիչ էին քանակով, բայց ինչ հաճախորդ որ ունենք, մեզի շատ էին սիրում։ Գիտեին, որ ինչ պրոբլեմ ունենան, մենք take care ենք անելու, բան ենք անելու։ So այդ սաղ մնալու ոնց որ այդ քանի տարին այդ էր երևի ամենակարևոր բանը։ Էդի չլներ, ոչի բանը չէր ստացվելու։ Իսկ այսօրվա դրությամբ վերջերս դուք սկսել եք ակտիվ AI ներդնել ձեր product-ի մեջ։ Ոնց ասեք, թե որն է ձեր նպատակը, որ ուղղությամբ եք գնում, ինչն է ձեր վերջնարդյունքը, որ ուզում եք հասնել դրան, էլի։ Մեր համար մեր vision-ը, որ քանի տարի արդեն որ ասել ենք, որ մեր նպատակը այն է, որ դառնանք the operating system of the trades. Այսինքն trades, plumbing, air conditioning, ամեն տարբեր ոնց որ գործերը որ կան, այդ industry համար մենք ուզում ենք դառնանք հիմնական ոնց որ operating system-ը։ Իսկ հիմա որ նայում ենք թե այս AI-ով բանով ինչ է փոխվում ու մտածում ենք թե ապագան ինչ ծավալի պետք է լինի, շատ անգամ ավելի հեշտ է մտածել թե ինչ չի փոխվելու ու դից սկսես։ So հիմա եթե նայենք թե ինչ չի փոխվելու, եթե մեկի ասենք զուգարանը չի աշխատում, սարքելու են։ Դա ինձ բան չի որ մի քանի ամիս հետո ոնց որ փող լինի, կամ եթե air conditioning-ը չի աշխատում, so այդ պահանջը ոնց որ մնալու է, չի փոխվելու էդի։ Ու այդ պահանջին ոնց որ meet անելու համար ինչ որ մի օր հա կարող է ռոբոտները գան, բայց հələ որ մարդ է պետք, ինչ որ մեկը գնա ու սարքի։ So այդ դրանք չեն փոխվելու։ Բայց դրանից բացի համարյա ամեն ինչը փոխվելու է, թե մեր հաճախորդների, ասենք, հաճախորդները ոնց են իրանց գտնում, ոնց են այդ ստավ լոջիստիկան, որ զանգում են appointment, մարդը ոնց է հասնում, այդ սա process-ը հիմա manual է, ինչ որ մեկը կոճակներ ասխվում, բան անում։ Ու իմ կարծիքով օֆիսի աշխատանքը, որ պետք է մեկը ինչ որ հիմա կոմպյուտերի դիմաց նստում է, հաճախորդի հետ է խոսում, այդ մասն է փոխվելու։ Ու հիմա որ մեր vision-ը ոնց որ express ենք անում, բան ենք ասում agentic operating system։ Ու մեր համար այդ ինչ է նշանակում, որ սիստեմա պետք, որ համ AI-ը, համ մարդիկ կարողանան իրար հետ աշխատեն, որ վերջում ինչ որ մեկի խնդրը պետք է գնան, մեր հաճախորդները լուծեն։ So հիմա մեր նպատակը այն է, որ այդ սիստեմը սարքենք, որ այդ ամբողջ աշխատանքը կարող լինի համ օֆիսում ու այդ նույն AI-ի ոնց որ պոտենցիալը դաշտում էլ կա, որտեվ հիմիկվա օրով շատ մեծ labor shortage կա, այսինքն եթե նայես թե ինչքան աշխատանք կա ու քանի հատ աշխատող կա, որ այդ գործը կարող անի, շատ մեծ քիչություն է աշխատողների։ Ու իմ կարծիքով AI-ը դա ագին կարող օգնի, որ եթե մեկը ասենք այսօրվան այսքան technical knowledge-ա պետք, եթե AI լիներ, որ իրանց կարող օգներ, դա կարող ավելի ոնց որ քիչ լինի, ու էլի գործը կարողանան անեն։ So մեր նպատակն է, որ trades-ի մեջ հիմնական AI-ի ոնց որ provider-ը մենք լինենք։ Ու այդ process-ի մեջ ենք, թե հիմիկվա օրով մեր ծրագիրը մեծ մասը buttons and screens, տենց բաներ է, ու իմ կարծիքով դա չի լինելու։ Ոչ թե չի լինելու, այլ շատ ավելի քիչն է ոնց որ աշխատանքը այդ ձևի աշխատելու ու շատ ավելի շատ ոնց որ AI agents etc-ով է։ So այդ process-ի մեջ ենք հիմա։ Անդրեյ կապված հարց ունեմ, բայց եւի թողենք վերջում որ ժամանակը հերիքի ծածկենք մնացած թեմաները, եւի գորը կասի։ Դուք հարավոր հայ ինժեներներ եք Հայրանում, ու ինձ հետաքրքիր է ինչն է ոգևորում այդ հայ ինժեներների մեջ համեմատած
դրսի արտասահմանյան ինժեներների ու ինչն է պակասում ըստ ձեզ հայ ինժեներների մեջ։ Եթե ասենք նայենք թե տարբերությունը ինչ է, ու մենակ ինժեներները չեն, ասենք մեր Հայաստանի թիմը համատած Ամերիկայի, իմ կարծիքով ամենամեծ տարբերությունն է նա, որ նախ ստեղ անգլերենով լավ խոսք է, fire in the belly, որ ասենք մեկի աչքերի մեջ նայում ես, զգում ես, որ այդ պահանջ, ոչ թե պահանջ, այլ the desire to be impactful, to be successful, to work hard, ուրիշ ձևի է ստեղ, այնտեղ մի քիչ ոնց որ մի company հետ լավ չի գնում, okay, կգնաս մյուս company-ին, ոնց որ բան է, այդ expectation or what people expect of themselves is just very different. Որ ասենք նայում ենք թե ինչի է մեկը ոնց որ motivated, որ ինչ որ մի բանի հասնի, պարզա ամեն մեկս էլ ուզում ենք փոխսարքենք, տանիքին լավ նայենք, այս կողմ այն կողմ, բայց Հայաստանի թիմը ոնց որ մի հատ ուրիշ ոնց որ variable կա դրա մեջ, որ ստեղի թիմը նայում է իրանց performance-ը ոչ թե մենակ իրանց individually represent անում, այլ ոնց որ ազգական ինչ-որ բան կա. So the level of pride people take in the work, the way in which they think the importance of what they're doing. Ես հավատում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր է, որ economy-ն զարգանա։ Economy-ն զարգանալով իմ կարծիքով ամենակարևոր մասն է, որ security լինի, որ խաղաղություն լինի։ Ու իմ կարծիքով մենակ մեր թիմը չէ, որ սա ոնց որ էս IT ոլորտի մեջ, ես հետի զգում եմ, որ մարդիկ իրանց գործի մեջ մենակ իրանց սեփական շահը չեն նայում։ Մտածում են, թե այդ գործը ոնց է ավելի ոնց որ մեծ purpose։ Ու դա շատ մեծ տարբերություն է տալի գործի որակի մեջ, թե how dedicated they are, այս կողմ կողմ, which are very powerful։ Շատ մենակ չի, որ ասենք ես հայ եմ, ուզում եմ, որ Հայաստանը լավ լինի, այս կողմ կողմ, բայց ասենք հիմա մեր leadership team-ի մեջ ինձ ու Արայից բացի երկու հատ հայ կա, մեծ մասը հայ չեն։ Բայց էլի մեծ մասը ուզում են, որ Հայաստանում իրանց թիմերը լինեն, որտեղ իրանք էլ են դա զգում։ So դա իմ կարծիքով ոնց որ ամենամեծ առավելություններն են։ Իսկ ինչա lack անում, որոշ մասեր կան, ասենք experience scale-ի հետ, թե users, թե data, թե managing a large team, ասենք հիմա մեր թիմը Հայաստանում մոտ 600 մարդ կա, սա իր հետ engineering չէ։ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ 600 մարդ է manage արել, որ տեսել է այդ scale-ը, այդ problem-ները, որ գալիս են դրա հետ։ So it's senior level experience, մանավանդ management-ի հետ, շատ ավելի քիչ է զարգացած ստեղ, քան թե ասենք Ամերիկայի շուկան, կամ business-ի հետ կապված, ասենք շուկան հասկանալը, դե պարզ ուղղակի տարբեր է ստեղ, so հասկանալ թե ինչ ձևի է, որ մի feature-ը պետք է ամենաշատ value-ն սարքի, ուղղակի շատ ավելի քիչ experience կա այդ շուկայի հետ։ Բայց վերջում, եթե ասենք պետք է choice ունենան իմ համար, իմ կարծիքով շատ ավելի լավ է ոնց որ մեկը խելացի լինի, շատ ուզենա մի բան, բայց experience չունենա, քան թե լիքը experience ունենա ու այն երկու բաները չունենա։ So
իմ կարծիքով հələ շատ ոնց որ կարևոր շուկա է Հայաստանը մեր համար, որտեվ այդ առավելությունները իմ կարծիքով ավելի կարևոր են, քան թե ինչ որ չկա։ Մերսի շատ։ Մի հատ այսպեսի հարց, ոնց որ SAI era-ում ջունիորները ավելի քիչ պահանջված են դառնում, երևի թե քան սենյորները։ Ինչ եք մտածում դրա մասին, ինչքանով են պահանջված հենց ձեր ընկերությունում կամ մնացածներում սկսնակ համալսարան նոր ավարտած ֆունդամենտալ գիտելիք ունեցողները ու ոնց է AI-ի այս ագենտները, որոնք կոդ են գրում եւ ջունիոր մակարդակի դեվելոպերների գործը մեծամասամբ անում են, ինչքանով են խանգարում իրանց ոլորտ մտնելուն։ So, եթե նայես թե ասենք AI-ը ինչ ձևի է գործի մեջ effect ունենում, իմ կարծիքով AI-ը ոնց որ amplifier է։ Եթե մեկը senior է, լիքը experience ունի ու շատ ուժեղ է, դա amplify լինում։ Իսկ եթե մեկը junior է, շատ experience չունի, դա amplify լինում։ And so այդ առումով junior-ների համար it's a headwind, right? Because there's the productivity that you're able to get is much more with a senior person than with a junior person. And so that's a problem. Ու եթե productivity-ն շատանում է AI-ով, նշանակում է, որ ոնց որ ավելի քիչ մարդ է պետք նույն գործը անելու համար։ So, ու եթե նայես թե որ position-ներն են կտրվում, ավելի շատ junior-ներն են կտրվում, քան թե senior-ները։ So հիմա I think դժվար ժամանակ է համասարան լինելու համար, junior position-ի համար։ Ու ով որ դա չի ընդունում, ոնց որ ճիշտը չեն խոսում իմ կարծիքով։ Միաժամանակ եթե հիմա նայես ասենք մեր engineering-ի թիմը ու կարծիքով բոլորի մոտ մի ուրիշ բան է կա։ Եթե նայես թե ասենք Harvard engineering մեջ ով է ամենաշատ օգտագործում AI-ը, ով ամենակիչ օգտագործում, շատ մեծ variance կա։ Հավասար չի, not even close։ Ու շատ դժվար է, ասենք, habit փոխելը։ Ու ինչ որտեղ իմ կարծիքով հիմա ջահել լինելը շատ մեծ առավելություն է լինելու long term։ Ինչի՞։ Որտեվ եթե դու մի ձևի ես աշխատել 20 տարի ու մի ձևը գիտես ու ինչ որ նոր ձև է գալի, ինչ որտեղ շատ ավելի դժվար է այդ 20 տարվա habit-ը փոխել, քան թե եթե հիմա նոր ես սկսում ու հենց սկզբից այս նոր paradigm-ով ես զարգանում։ Իմ կարծիքով այս մյուս տարվա մեջ դուրս է գալու, որ հիմիկվա համասարանի աշակերտները ինչ որտեղ շատ մեծ առավելություն ունեն, որտեղ իրանք հենց սկզբից այդ նոր համակարգով են սկսում։ Ու որ նայում ես թե ասենք այդ արագությունը որ կարողանաս ստանաս, ջահելներ կան, որ այնց արագ են գնում, որ senior-ները չեն կարող մոտիկան։ Now, խնդրեմն է, որ AI-ը հələ ոնց որ լրիվ mature չի, so այդ արագության հետ վտանգել է գալի։ Բայց եթե այս ձևի շարունակի, որը ես կարծում եմ պետք է շարունակի, իմ կարծիքով առավելությունը գնալու է այն նրանց, ով որ ճիշտ mindset ունեն, որ մոտիկանում են այս գործին, ոնց որ ավելի willing to try new things and to then be able to get the most out of it. So այդ կողմից հիմա դժվար է, բայց իմ կարծիքով ժամանակի հետ այդ դժվարությունը դառնալու առավելություն։ Ու մի ուրիշ բաներ կա։ Հին աշխարհում engineer-ի համար գործ գտնելը
tech company-ում էր, գնում էիր tech company-եր աշխատում ու tech company-ները շատ engineer էին hire անում ու դա հիմա փոխվում է։ Բայց այս րոպեին հիմա ամեն բիզնես tech business-ա դառնում։ Տենց բիզնես չկա, որ AI-ը իրանց չի կպնելու ինչ-որ մի ձևի։ Ու այդ կողմից իմ կարծիքով շատ մեծ opportunity-ներ են լինելու։ Ու մանավանդ, եթե engineer հիմա ավելի ոնց որ entrepreneurial է, ուզում է բիզնես սկսի, բանանի, չէ։ Հին աշխարհում ոնց էր, ասենք որ մենք service side-ը սկսում էինք, մոտ սաղ իրար հետ 1.5 միլիարդ համարյա fundraise պետք է անեինք։ Ու այդ փողի մեծ մասը engineer hire անել, team hire անել, այս կոմենկոմ։ Իսկ նոր աշխարհում մի հատ engineer-ով դու շատ ավելի կարաս անես, քան թե ասենք 5-6 տարի առաջ։ Ու ինչ արնում, այդ նույն idea-ն, որ առաջ 10 կամ 100 մարդ էր պետք, հիմա մի հատ, երկու հատ, երեք հատով կարաս անես։ So եթե այս նոր AI-ով բանով կարող ես ոնց որ լրիվ խորանաս ու հասկանաս թե ոնց է ամենամեծ ոնց որ value creation-ը այս սրանցից ստանալը ու ուզում ես բիզնես սկսես, I think it's the best time ever. The best time ever. Ու այդ power balance-ը between capital ու ասենք աշխատող Իմ կարծիքով պարզ չի, որ այդ կապիտալն է շահելու էդի, որտեղ վերջում այս րոպեին շատ ավելի քիչ փող է պետք, ոնց որ նույն idea-ն շուկա բերելու համար։ So դժվար է, խոսք չկա։ Բայց իմ կարծիքով էս like վախը, որ programming-ը վերանալու է, programming սովորելի իզուրա բանա, իմ կարծիքով ապշություն է։ Փոխվելու է, ասենք մի ժամանակ կար, որ դու կարայիր գժոտ զինվոր լինեիր ձիգշելով։ Բայց հիմա ոչ մեկ պատերազմ չի գնում ձիերով։ Սո նույն բանն է։ Նենց չի, որ պատերազմը գնում է։ Քրիվը գնալու է ու ոնց որ շուկան զարգանալու է, բայց փոխվելու է, նույն ձևի չես կարանալու, չես գնալու նստես կոդ գրես։ Բայց որ նայես թե ասենք AI 10 engineering with նույն AI դուր non-engineering engineer-ը շատ ավելի շատ բան կարող անի, քան թե non-engineer-ը։ Ու engineer-ների մեջ եթե tool engineer-ը համատած ուժեղ engineer-ը, այդ ուժեղ engineer-ը AI-ով շատ ավելի շատ բան կարող անի, քան թե tool engineer-ը։ So եթե ասենք նայես թե ոնց է գնալու, իմ կարծիքով այդ տարբերությունը մեծանալու է, ինչքան AI-ը զարգանա, ուրեմն ինչքան դու շատ գիտելիք ունես, ուրեմն դրանով այդ նույն AI-ով դու շատ ավելի մեծ բան կարաս սարքես, քան թե ով որ չգիտի։ So պետք չի հուսահատվել։ Իմ կարծիքով որ շատ մեծ ու exciting opportunity կա, բայց ճամփան տարբեր է լինելու։ Շատ շնորհակալություն, իրականում ժամանակը սպառվել է, բայց շատ կարևոր հարցեր էր, որ խնդրում եմ շատ կարճ պատասխանել։ Իրական սկսնակցային ամենաշատը հետաքրքրում է, որ լավ է, որ դուք հասկանում եք ինչ խնդիրների առջև են նրանք կանգնում, եւ որ չեն կարող գտնել ուղղակի աշխատանք։ Օրինակ Service Titan նման ընկերությունում աշխատանք գտնելը շատ պատվաբեր բան է։ Իսկ ինչ անում Service Titan-ը սկսնակների համար, ասենք միգուցե internship ծրագրեր կամ նոր position-ներ բացել։ Հիմա ինչ որ ես ասում էի, եթե վերցնես թե դա ոնց է translate անում թե բիզնեսների մեջ, ինչ է լինում, junior position-ները քչանում են։ So դա նույն բանը մեր մոտ է լինում։ Ու դժբախտաբար դա reality-ն։ So հիմա service type-ում շատ ավելի քիչ ոնց որ տենց opportunity կան, քան թե senior-ների համար։ Դրա համար իմ կարծիքով junior developer-ների համար համասարանից որ նոր են ավարտում, etc. Պետք է ոնց որ mindset-ը փոխվի։ Հին աշխարհում մենակ ոնց որ առաջ գնալու ճամփան, որ ինչ որ
company-ում engineer hire անել ու զարգանալ որպես engineer etc. Իսկ հիմա այդ ճամփան ոնց որ ավելի քիչ opportunity կա, բայց ուրիշ ճամփաներ հիմա բացում են, որ ավելի մեծ opportunity կա։ So իմ կարծիքով կարևոր բանը այն է, որ մենակ engineering-ով չի վերջանալու։ Օրինակ կարևոր է, որ բիզնեսի մասին հասկանալ, թե ասենք առաջ product manager կար ու engineer կար ու ոնց որ տարբեր դերեր էին։ Հիմա իմ կարծիքով այդ դերերը միանում են իրար։ Ու այդ միանալը engineering-ն է առավելությունը գնալու, բայց engineer-ները problem ունեն, որ շատ ընդհանրապես չեն հետաքրքրվում բիզնեսի վրա, ավելի կենտրոնանում են technical բանի. So that's got to change. And I think looking at opportunities beyond just tech companies. Հիմա վստահ եմ, որ մանավանդ մեծ բիզնեսները вообще գաղափար չունեն, թե AI-ի հետ ինչ պետք է լինի իրանց բիզնեսի համար։ So իմ կարծիքով լիքը նոր opportunity այդ ձևի ոլորտներում են լինելու ու entrepreneurialism, ոնց որ նոր բիզնես ստեղծելու համար։ Բայց հա service titan-ը նույն ոնց որ position-ը ինչ որ կարծում եմ a lot of the tech companies are. Okay, մերսի ձեզ շատ ձեր տեսակետներով կիսվելու համար։ Վստահ եմ ուսանողներին, մեզ բոլորիս շատ օգտակար կլինի ու լիքը մտածելու տեղ կտա մեր վեկտորը ճիշտ ընտրելու համար։ Ձեզ մերսի շատ։ Ձեզ մերսի։